Այսպես կոչված քաղաքագետները սիրում են համեմատել Իսրայելը Հայաստանի հետ։ Իսրայելի հետ համեմատվել Հայաստանը չի կարող, որովհետև այն ինչ Իսրայելը ունի, Հայաստանը չունի։ Իսրայելը ունի ելք դեպի ծով, այն էլ ոչ թե մեկ ծով, այլ երկու ծով՝ միջերկրական ծով եւ Կարմիր ծով։ Իսրայելը ունի դաշնակից Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Հայաստանը չունի դաշնակից Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Իսրայելը ունի ներգաղթի խնդիր։ Իսրայել դեպի Իսրայել մարդիկ ներգաղթում են։ Իսրայելի բնակչությունը վերջին մի քանի տասնամյակում աճել է 2 անգամ։ Հայաստանը ունի արտագաղթի խնդիր։ Իսրայելի թշնամիները իրար հետ վատ են համագործակցում, Հայաստանի թշնամիները իրար հետ լավ են համագործակցում։ Ուստի Իսրայելի հետ համեմատվելը անիմաստ է։ Հայաստանը պիտի նայի իր հնարավորություններին, այն ռեալ հնարավորություններին, որոնք կան։ Հայաստանը մոլորակի ամենաբարդ վիճակում գտնվող պետությունն է։ Դրա հիմնական պատճառները բոլորդ գիտեք։ Տարածքի փոքրություն, բնակչության սակավություն, թշնամական պետություններ։ Եվ բալանսը շարունակում է խախտվել ի վնաս մեզ։ Եթե այսօր 10 միլիոնանոց Ադրբեջանը այսպիսի վիճակում է դնում 3 միլիոնանոց Հայաստանին, ապա 10-20-30 տարի հետո 12-13 միլիոնանոց Ադրբեջանը ինչպիսի վիճակում է դնելու 2 միլիոնանոց Հայաստանին։ Եթե արտագաղթը շարունակվի, եթե Հայաստանի բնակչությունը կտրուկ չաճի։ Թուրքիան իր 80-ից ավել միլիոն բնակչությամբ արդեն ունի տրիլիոնից ավել հնա։ Թուրքիան տարածաշրջանային հզորություն է։ Եվ մի հատ մտածեք, Թուրքիան ակնհայտորեն շարունակելու է հզորանալ։ Արդյոք մի քանի տրիլիոն հնա ունեցող երկիրը մի քանի տասնամյակ հետո իր կողքին, իր անմիջական սահմաններին հանդուրժելու է հակաթուրքական պետություն։ Եթե Հայաստանը ուզում է ապագա ունենալ, հակաթուրքականությունը Հայաստանում պիտի արգելված լինի։ Հայաստանը ուզի թե չուզի, պիտի Թուրքիային համոզի եւ ոչ թե խոսքով, այլ կոնկրետ գործերով, որ հակաթուրքական պետություն չէ։ Եվ դա չի նշանակում ուրանալ ցեղասպանությունը։ Դա նշանակում է ցեղասպանությունը չդարձնել արտաքին քաղաքականության նախապայման եւ քայլ առ քայլ Թուրքիային ցույց տալ, որ Հայաստանի գոյությունը ոչ թե հակասում է, այլ համընկնում է Թուրքիայի շահերի հետ։ Թե կստացվի թե չի ստացվի, դա այլ հարց է։ Բայց եթե Հայաստանը չգնա այս ճանապարհով, Հայաստանի ապագան չի կարող երաշխավորված լինել։ Հայաստանը ստիպված կլինի 10-20 տարին մեկ իր որդիների մահվան միջոցով ապահովել հերթական տասնամյակի իր գոյությունը։ Կստացվի մի անգամ, կստացվի երկրորդ անգամ, կստացվի 10-րդ անգամ, բայց 11-րդ անգամ կարող է չստացվել։ Եվ առաջին անգամ նույնպես կարող է չստացվել։ Հայաստանը, անկախ նրանից թե ինչ իշխանություն ունի, բազմաթիվ քայլեր պիտի անի, որոնք պիտի հակասեն մեր ժողովրդի տրամադրվածություններին։ Օրինակ Հայաստանը պիտի փորձի անդամակցել կամ գոնե դիտորդական դեր ունենալ թուրքական պետությունների կազմակերպությունում։ Թեկուզ այն պատճառով, որ աշխարհագրորեն գտնվում է այդ կազմակերպության երկրների ամենակենտրոնում։ Թե կընդունեն Հայաստանին, թե ոչ, դա այլ հարց է։ Ես խոսում եմ այդ ճանապարհով գնալու մասին։ Բնականաբար սա ժողովրդի մի զգալի մասը չի հասկանալու, եւ ով այսպիսի բան արեց, միանգամից մեղադրվելու է դավաճանության մեջ։ Բայց ողջամիտ մարդիկ իմ խոսքերը լսելուց կհասկանան ինչ նկատի ունեմ։ Դատեք ինքներդ, որն է լավ, որ թուրքական պետությունները սեղանի շուրջ նստած մեր մասին որոշումներ կայացնեն եւ մենք դա մամուլից իմանանք, թե մենք նույնպես սեղանի շուրջը լինենք եւ մասնակցենք այդ քննարկումներին։ Հայաստանի ապագան ապահովել հնարավոր է, սակայն դրա ճանապարհը լինելու է բարդ եւ մեր ժողովրդի մեծ մասի մտածողությունը փոխելու միջոցով։ Քանի դեռ հայ ժողովրդի մեծ մասը այսպիսի պատկերացումներ ունի Թուրքիայի, Ադրբեջանի մասին, տարածաշրջանի մասին եւ աշխարհի մասին, Հայաստանի ապագան հնարավոր չի երաշխավորված համարել։